Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործոց եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս նշած է, որ ուրախ է Հայաստան այցելության համար։ Մենք կարևոր կնկատենք Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունը եւ շահագրգռված ենք ձեր դարաձաշրջանի մեջ գայուն խաղաղության հաստատման գործով, ըսած է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։ Հանդիպման ընթացքի կողմերը քննարկած են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հարցերու լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյան ներկայացուցած է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ ու հիմնարար դիրքորոշումները, ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն կհետևի դարաձաշրջանի մեջ խաղաղության հաստատման եւ բոլոր հարևան երկիրներուն հետ բարի տրացիական հարաբերություններու կառուցման ուղին։ Կարևոր նկատված են վերջին տարիներուն Հայաստանի մեջ իրականացվող բարեփոխումները արդարադատության, գաշարագերության թեմ պայքարին, ինչպես նաեւ ժողովրդավարական համագարկերու զարգացման եւ գայացման ոլորտներու մեջ եւ ադոնց ուղղությամբ միջազգային աջակցությունը Կայա Կալաս երկու օրվան պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանեց։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերու եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ներկայացված է առաքելության կորձունեությունը եւ դեղույն վերջին զարգացումները, ըսված է Հայաստանի մեջ Եվրամիության առաքելության X-ի հարթակին։ Եվրամիության առաքելության նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրավիճակի ղեկավարման չանքերուն աջակցելը։ Շնորհակալություն Կայա Կալաս այցելության համար, ըսված է հաղորդագրության մեջ։ Բաքուն հրաժարած է մասնակցել Ռուսաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստին։ Խորհրդարանի առաջին փոխոստակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա չի մեկնիր ադրբեջանական լրատվամիջոցները նշած են պատճառը Եկատերինբուրգի մեջ ռուսական անվտանգության ուժերու կողմեն առանց դատավարության կամ հետաքննության իրականացվող ադրբեջանցիներու ցուցադրական սպանություններն են, ինչպես նաև վերջին շրջանին նման դեպքերու համագարկված բնույթը։ Ադրբեջանի մեջ չեղարկված են Ռուսաստանի պետական եւ մասնավոր հաստատություններու կողմեն կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները, հայտնած է երկրի մշակութային նախարարությունը X-ի հարթակին։ Չեղարկված է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցելությունը Բաքու գկրեն ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի կողմը անհետետ կհամարե Օվերչուկի կամ Ռուսաստանի որևէ այլ պաշտոնական ներկայացուցչի այցելությունը նման պայմաններու մեջ։ Հուշեմ, որ 28 հունիսին Ադրբեջանի արտաքին գործոս նախարարություն կանչված էր Ռուսաստանի դեսպանատան գործերու ժամանակավոր հավատարմատարը եւ խիստ փողոք ներկայացված էր։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարությունը մտահոգություն հայտնած է 27 հունիսին Եկատերինբուրգի մեջ ադրբեջանցիներու դուներու վրա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կատարած հարձակումի հետևանքով իրենց հայրենակիցներուն զոհվելու եւ ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, նաեւ 9 անձ ձերբակալելու կապակցությամբ։ Ըստ ռուսական կողմին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգի մեջ հատուկ գործողություն կատարած էր, որուն ընթացքին 2 ադրբեջանցի սպանված է եւ մի քանին ձերբակալված։ Զոհերը կգասկածվեն 2001 թվականին տեղի ունեցած սպանության առնչություններ ունենալու մեջ։ Գերմանիա արտաքին գործոս նախարար Յոհան Վադեֆուլ Ուկրաինա ժամանած է, այս մասին հայտնի Գերմանիա արտաքին գործոս նախարարությունը։ Նախարարը Կիև ժամանելուն պես հայտարարած է, որ ուկրաինացիները կպաշտպանեն ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը ընդդեմ Պուտինի հարձակման։ Հետևաբար մենք պիտի շարունակենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայու աջակցելու վրա։ Ուկրաինայու ազատությունն ու ապական մեր արտաքին եւ անվտանգային քաղաքականության ամենակարևոր խնդիրն են, նշած է Վադեֆուլ։ Անընդգծած է նաեւ, որ իրենք ինչպես Եվրամիության մեջ այնպես էլ G7-ի գործընկերներուն հետ պիտի շարունակեն բաժանմիջոցներու գիրառումը սահմանափակելու ռուսական կողմի նյութական կարողությունները։ Ուկրաինայոն նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանակիր մստորակրած է, որմով Կիևը դուրս կուկա հագահետևակային ագաններու արգելման մասին մագի պայմանագիրեն հայտարարած է Քերակույն խորհրդի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։ Ռուսաստանը այս պայմանագիրի կողմ չէ եւ զանգվածափառ կօգտագործե ագաններ մեր զինվորականներու եւ քաղաքացիական անձերուն թեմ։ Մենք չենք կրնար շղթայած բայել մեր ցերքերը, երբ դժնամին կգործե առանց սահմանափակումներու, ըսած է ուկրաինացի պաշտոնյան, ավելցնելով, որ այժմ հարցը պետք է քննարկել Քերակույն խորհուրդը ավելի գանուխ Ռուսաստանի հետ սահմանագից Լիտվանիան եւ Էստոնիան մագին դեղեկացուցած էին պայմանագիրեն դուրս գալու մասին։ Պետությունները պաշտոնապես թատրած կլան պայմանագիրին մագին դեղեկացնել են 6 ամիս անց։
Ուկրաինայում մեջ պատերազմի ղեկավարման բանակցություններու ընթացքը գախված է Կիևի թիշ որոշում են Ամերիկայի միջնորդության արդյունավետութենեն եւ դեղույն ստեղծված իրավիճակեն Գիրագյոր հայտարարեց Կրեմլինի խոսնակ Պեսկով գահիտնե Reuters Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 5-րդ ամիսն է թեր վերջը տրված 2022 թվականի փետրվարին ի վեր Ուկրաինայ դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին հակառակ Թրամփի նախընտրական խոստումներուն շատ բան բնականաբար գախված է Կիևի վարչագազմի թիշ որոշում են ասաց է Պեսկով չմանրամասնեց թե ինչ կգնգալ է Մոսկվան Վաշինգտոնեն կամ Կիևեն Ռուսաստան կպահանջի որ Ուկրաինան զիջի ավելի շատ տարածքներ եւ հրաժարի արևմուտքի ռազմական աջակցութենեն պայմաններ որոնք Կիևը անընդունելի կհամարի Ամեն տարի վարչապետի քաղաք դպրոցականներու խճուղավազքի մրցաշարքի մասնակցող դպրոցներու եւ աշակերտներու թիվը գավելնա կողմնակությամբ նշեց վարչապետը Նիկոլ Փաշինյան ներկա գտնվեցավ մրցաշարքի եզրափակիչ փուլին եւ բարգեւներ հանձնեց հաղթողներուն 4-րդ անգամ տեղի ունեցող մրցաշարքի եզրափակիչին մասնակցած են հանրապետության դպրոցներու լավագույն խումբերը առաջին դերը գրավեց Գաբանի Հունան Ավետիսյան անվան թիվ 9 ավագ դպրոցը Գրթության, գիտության, մշակույթի եւ մանրանկրթության նախարարն ասաց է որ վազքի մրցաշարքին դպրոցներու մասնակցության աշխուժությունը հետզհետե գավելնա Ձեզի հետ Անի Զեյթունցյանը